Պետքա որ տրամադրված չեմ սալ, բայց կարող եմ դες տրամադրել։ Սա պարտ չեն է, որովհետև պետքա որ լիներ, սա հենց դատականության փուլի ժամանակը այս դիմումները, պատվաշնորհը, ես ամենը պատճեր եմ։ Բնորինակ նստել։ Չեմ հիշում, որ լավ հաստատել Լավ խոսել ենք դրա մասին։ Սա բնորինակներ է։ Մի հարց է կարելի է այս կապված, եթե դիմումը վկա Կարեն Ղազարյանը իր նախաձեռնությամբ, ինչպես նկատեցիք, ներկայացրել է դատարանը, ինչ է բնորինակը մոտ։ Մի օրինակ է մեզ Կնորինակ, հա, մի օրինակ։ Նաև մեզ հասցեակրված դիմումը։ Ես ասեմ, կոնկրետ երկու օրինակից մեկ օրինակը մեզ է նախատեսել, երկրորդ օրինակը դատանի համար։ Ուղղակի երկրորդ օրինակը մենք պետք է ուղարկենք, այդ առումով չենք հասցրել պատմում։ Իսկան տակտիկական բանիզերները որոշեցինք հիմա Դատարանը ամեն դեպքում նման դիմում այլ չի ստացել։ Հիշում եմ, որ չենք ստացել, ամեն դեպքում թերթեցի ևս մեկ անգամ համոզվելու համար, որ գործում կա թե ոչ, բայց ես պաշտպանության կողմից պետք է ներկայացնել, եթե ինքը ցուցմունք տալուց է պատմել դրա մանրամասների դեպի մասին, եթե հիշում եք, այդ կապված ասեց, մենք որոշեցինք դրա հիմա ներկայացնել։ ներկայացված դիմումի պատճառը կցվում է վանքինյութի, բնորինակը վերադարձվում է։ Մեզ պատճառ է։ Վերադարձնել պատճառը։ Թե հնարավոր է Բնորինակը կցվում վանքինյութի, իսկ պատճառը վերադարձվում է։ Կամ այլ ինչ-որ։ Ըստ էության, քանի որ ավարտվեց հիմնական դատավարություններով այն ապացույցների ծավալը, որոնք որ նախատեսված են մեղադրանքի կողմից, եւ իմ պաշտպանյանների ներսադրված խափամիջոցի բացառապես դրած էր այն հանգամանքը, որ պատկաների մասով դեռևս խնդիրներ կա, կարող են հարցականվել, պատվաժան դատարան այս այլևս այդ հիմքերը ոչ միայն թե մնացել է, այլ վերացել է, եւ ես միջնորդում եմ, որպեսզի աջակցում եւ գերող դասիստանտների նկատմամբ կիրառված տնային կամքը վերացնել, պահպանելով միայն գրավը եւ բացակայելու արգելքը։ Իսկ անհնարինության դեպքում պատվաժան դատարան կիրառել վարչական հսկողություն, չնայած ես գտնում եմ, որ խափամիջոցի հիմքերը, սա ես չեմ ասում, այլ օրենսդրին ասում, որ խափամիջոցի հիմքերը բոլորի համար հիմնական են եւ այն դեպքում, երբ անձի նկատմամբ կիրառված խափամիջոցի հիմքերը այս դեպքում ոչ թե նվազել են վերացել են, ուստի խնդրում եմ առաջ նաև կարգով քննարկում դարձնել տնային քաղաքը վերացնելու հարցը, հաշվի առնելով մասնավորապես Գևորգ Ներսիսյանի առողջական խնդիրները նաև եւ տարիքը, չեմ ուզում նրան բացատրել, ինչպես նաև հաշվի առնելով որ Համբարձում Ներսիսյանի դինը ոտակալների երեխայի աշխատել եւ դրա հետ կապված կարծում եմ Համբարձում Ներսիսյանի միանշանակ ներկայությունը եւ կողքի դիների երեխայի կապված նաև թղթաբանություն, գրանցումների կապված խնդիրներ են առաջանալու, որպեսզի խնդրում եմ այս հանգամանքը ևս հաշվի առնելով պատվաշնորհական խափամիջոց տնային կամքը վերացնել։ Գրավը եւ բացակայելու արգելքը թողնել նախորդ քանի որ ըստ էության դրանք այն տիտանի խափամիջոցներ են, որոնք որ իր պաշտպանյանների վարկագիծը, հաշվի վարկագիծը կանխորոշում է։ Բայց նոր հանգամանք իհարկե բոլոր ապացույցները ըստ էության հետազոտվել են, հարցականվել են բոլոր վկաները, հարցականվել են նաև մեղադրանները եւ այս պայմաններում խափամիջոցը տնային կամքը կարծում եմ եւ կարելի ավելի նաև խափամիջոց այսքան։